Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականի եթերում սկսվում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք մեր տիեզերական էպոսի Սասնա տռերի մասին, թեման կշոշափենք գրող Վահան Տեր-Ղազարյանի հետ։ Ցանկանայի միանգամից ուղղել առաջի հարցը՝ ինչ ժամանակաշրջանների մեջ է բաժանվում էպոսը եւ ինչ արտաքին ազդեցությունների է ենթարկվել այն։ Ժամանակագրության աշխատանք դեռևս լիարժեքորեն չի կատարվել, չնայած բոլոր էպոսի հետազոտողները սկսած Կարագին Սրբամցյանից, Կարո Մելիքո Անջանյան եւ այլն, բոլորն էլ ժամանակագրությանը բավական կոնկրետ անդրադարձել են, բաժանել են էպոխաները։ Ինչ վերաբերում է էպոսի ժամանակագրությանը, ինձ թվում է աշխարհի բոլոր այն ժողովուրդները, որոնք հասել են էպոսաստեղծման եւ էպոսի ավարտի ժամանակագրական մակարդակին, ֆիքսել են իրենց բոլոր անցած էպոխաները այն պահից, երբ որ կայուն ինչ-որ հասարակական կացուտաձևի կառուցում է եղել եւ այդ ամենը, նույնիսկ հասարակարգի փոփոխությունները, այդ ամենը ամփոփվել է եւ արտացոլվել էպոսում։ Հայոց էպոսը, ճիշտ ասած, մեծամտություն չլինի, ես համարում եմ ամենաէպոս, որովհետև իր կառուցվածքով եւ իր ամփոփած վիթխարի նյութով ըստ երևույթին շատ ավելի դուրս է ազգային շրջանակներից, դառնում է տիեզերական էպոս, կառուցվածքի չափազանց կուռ լինելու պատճառով սա կարելի ասել գերմշակված էպոս է։ Դե ի վերջո էպոսի կառուցումը ժամանակագրորեն սկսվում է երևի շամանական ժամանակներից, բերում է ընդհանուր մինչև թագավորական շրջան, այսպես պետական շրջաններ, աստորեն էպոսաստեղծումը առասպելածնության սկզբից մինչև ամփոփում հասարակական կացուտաձևին համընթաց, համապատասխան ամփոփումը միջնադարում 10-րդ դարում։ Այդ շրջանում զարգացած միջնադարում ավարտվում է էպոսաստեղծումը, արդեն մենք ունենք կայուն էպոս, որը այդպես բանավոր կերպով փոխանցվում է, հասնում է մեր օրերին, մինչև վաղտե վիճակում գրավոր վիճակի վերածել 19-րդ դարում։ Էպոխաների դասակարգումը մոտավորապես ես կառաջարկեի այսպես նախնական կացուտաձևի շրջանը, որը հավատալիքների առասպելածնության, կոսմոգոնիական եւ թեոգոնիական առասպելների շրջանն է, մոտավորապես Շենքավիթյան շրջանից, այսինքն երբ որ մարդը նստակյաց կացուտաձևի, այդ պահից կարելի է սկսել մինչև մետաղի ժամանակաշրջանը եւ Կուբրարաքսյան կարելի է համարել նախնական, այսպես ասած, ուվերտյուրան։ Այնուհետև գալիս է զարգացած բրոնզի շրջանը, Վանի թագավորության շրջանը շատ հզոր հիմքեր ունի էպոսում, շատ խոր արմատներ, հայոց պետականության զարգացման շրջանը, մինչև միջնադար 5-ից 15 դարերում էպոսի վերջնական մշակման նոր գծերի, նոր ճյուղերի հավելումներով մեր էպոսում տեղի է ունեցել մի հետաքրքիր փոփոխություն։ Բուն էպոսը, ինչպես նախաստեղծ վիճակում ունեցել է իր կայուն կառուցվածքը, որպես մի ազգ ամփոփված վիճակում, սկսվում է մաթեմատիկական հաշվարկի ձև, եթե տանք, ստացվում է 1, ապա 2 ծովինար եւ հայրը, որը ջուր է, 1.5 բուրջերից հղիանում է ծովինարը։ Այսինքն ջուր տվյալ դեպքում նկատի ունեն երկնային ջրերը, որոնք բեղմնավորում են մայր երկիրը։ Այստեղ ծովինարը հանդես չի գալիս որպես մայր, այլ հանդես է գալիս որպես կրակ, երկնային հուր, ձուկ, ձկնավիշապ։ Մինչև հիմա ժողովրդի մեջ, երբ երկնքում կայծակը կամ մեծ կայծակներ են լինում, ասում են ձուկը խաղաց։ Սա մեր ծովինարն է։ Նարերը ընդհանրապես հայկական առասպելաբանության մեջ նարերը ջրային ոգիներ են, հույնարը, ծովինար, ընդհանրապես նարերը դրանք հունական ներեիդների զուգահեռներն են։
հայոց առասպելաբանության մեջ ծովինարը դրանցից մեկն է։ Մեկ ծովինարը մեկ հաշվի տակ ծննդաբերում է երկու ամենավաղագույն վաղանջական տարբերակում պետք է եղած լինի դրական եւ բացասական երկու օրինակների։ Այլ ժողովուրդների մոտ իրանական էպոսում հունական երկու օրինակների տարբեր առասպելույթներում դա շատ ավելի բարձրորոշ արտահայտված է դրական եւ բացասական սև եւ սպիտակ եւ այլ։ Ծովինարի զույգ որդիներից մեկը Բաղդասարը իրականում անպտուղ է եւ ներկայացնում է բացասական այսպես անտեսք աշխարհը, անգեղ աշխարհը։ Սանասարը ներկայացված է որպես պտղաբեր, եղբայր, երկորյակ, եւ Սանասարը ունենում է 3 որդի, ուրեմն ծովինարը 1, զույգ եղբայրները 2 եւ աջ եղբորից ծնվում են 3 որդիներ։ Այստեղ արդեն բացարձակապես ավարտվում է առասպելա ծնության շրջանը։ Մենք գործ ունենք Պանթեոնի ղեկավարող 3 աստվածների հետ, դրանք են Ցորհանվերգո, որի հենց անվան մեջ անձրևային նրա արգասավոր եւ այլ բնույթի արձագանքն է հետագայում միջնադարում արդեն ծաղրական երանգ ստացած ավակ եղբայրը, որը ֆունկցիոնալ իմաստով տնտեսական գործառույթ է կրում, երկրորդ եղբայրը Զենոբ Օհանն է, Զենոբ Օհանը արդեն հոգևոր մշակութային երկնային ֆունկցիա է կրում, քանի որ նա խոսում է, նա երազներ է տեսնում, նա աստղերով գուշակում է, եւ սա հոգևոր ֆունկցիան կրող աստվածն է, եւ երրորդ եղբայրը Մարտիկ, ամպրոպամարտիկ, Շանթորոտի Թուրքեզակի կրող մեծ մհերը, որը մենք ունեցանք 3 թվեր։ Այս վիճակում սրանք համեմատել են, ասենք, Զևս, ամպրոպամարտիկ, Հադես, ստորգետնյա աշխարհի եւ ընդհանրապես գուշակությունների, անդունդների աստված, Պոսեյդոն, տնտեսական ֆունկցիա կրող, հունական առասպելաբանության շրջանում ռազմական ֆունկցիա կրող աստվածը ղեկավարում էր Պանթեոնը։ Հայկական դեպքում, ասենք, Վանի թագավորությունը, որը արտակարգ հնդեվրոպական է, արտակարգ արիական Պանթեոն է, թերևս ոչ մի արիական ժողովուրդներից որևէ Պանթեոն չի կարող այդ աստիճան արիական եւ հնդեվրոպական լինել, ինչքան ուրարտական Պանթեոնը։ Մենք ունենք Խալդի, Շիվինի, Թեշեբա եղյակը, Խալդի տնտեսական ֆունկցիա կրողն ու 3 պատերազմիկ աստվածներ են։ Մենք ունենք Խալդի, ունենք Շիվինի, արեգակնային աստված, որին չգիտեմ վերջերս համեմատել են Շիվայի հետ հնդկական եղյակի, նույնը եղել է Վանի թագավորության շրջանում Խալդի, Շիվինի եւ Թեշեբա, ամպրոպամարտիկ Թեշեբա, ունեցանք դրա դիմաց էպոսի մեջ արտահայտված Վերգո, Օհան եւ մեծ մեհեր։ Օհանի մասին բոլոր հնդեվրոպական ժողովուրդների մեջ բարձրաձայն, բարձրագոչ մականուն է տրվել կամ անուն է տրվել, բնորոշում է տրվել այն հոգևոր ֆունկցիա, հոգևոր գործառույթ կրող աստվածներին կամ հերոսներին, դրանցից մեկը Զենոբ Օհանն է, նա 7 օրվա ձիով անցնելու ճանապարհի տարածությամբ խոսում է ինչ-որ մեկի հետ։ Դրանց մի քանի տեսակները կան, ասենք, սկանդինավյան սագաներում, բերսերկների կերպարով կամ սլավոնականում դրանք կոչվում են վիշյուն, վիշյաց, խոսել, ձայնել։ Այս բոլորը քրմական հնագույն շամանական ֆունկցիաներից եկող երևույթներ են տվել էպիկական անձնավորությանը բնորոշող։ Վերջինը մեծ մեհերը, այստեղ ավարտվում է էպոսը։ Հանգում ենք մի ժամանակաշրջանի, երբ որ միտրայականությունը, այսինքն Միհրի պաշտամունքը Չինաստանի սահմաններից մինչև Իսպանիա տարածված էր եւ մի հզոր պաշտամունքային ալիք էր։ Միհրի պաշտամունքի ամենահզոր ցուցանիշերը ցույց է տալիս մեր էպոսը, իդեմս մեհերի։ Միջնադարում մեհերի կերպարի մեջ տեղի է ունենում մի զգալի կարևոր փոփոխություն։ Մեհերը բաժանվում է 2 անձի, ինչպես ասենք Արայի կերպարը, որը բաժանվում է Արայի եւ նրա որդի Արայան Արայի։ Մենք գործ ունենք մեկ մեռնող եւ հարություն առնող Աստծու հետ։
ինչպիսիք են, ասենք, գորը եգիպտական, ինչպիսին է Հիսուս Քրիստոսը, բոլորն են խոյի նշանի տակ, այսինքն խոյի հետ համեմատել է Հիսուսի գառն Աստծո անունը, գառ լինելու հանգամանքը։ Արագեղեցիկ է անվանափոխությունների մեջ մենք տեսնում ենք մի քանի Արեգ Աստծո եւ Արայի անվանումները միանալով հետագայում վերածվում են միհրի։ Կիսման հետևանքում երկու մեհերները, մահկանացու մեհերը եւ երկրորդը անմահ մեհերը, որը մահանում է մտնելով քարանձավ եւ պիտի դուրս գա։ Ֆունկցիաների վերաբաշխում է կատարում, մեկի ֆունկցիաների վերաբաշխում է կատարում երկու կերպարի վրա։ Ժամանակ անց արևելյան ազդեցության տակ քրիստոնեության շրջանակներում մի քանի միջնադարում արաբական լծի դեմ պայքարող բոլոր ազդեցությունների հետևանքով երկու մեհերների, արդեն անջատված մեհերների միջև տեղադրվում է Դավթի կերպարը, որը ավելի հարազատ է ժողովրդին, միջնադարյան հայ ժողովրդին։ Դավիթը արդեն հանդես է գալիս որպես ամենաբնորոշ ժողովրդական էպոս, երկու մեհերներից եւ սանասարից էլ վերցնելով բազմաթիվ գծեր, այլև այլ մանր պատումներ, դեպքեր, իրադարձություններ, հիմնականում էպոսը պահպանվել է Տարոնի դաշտի ժողովրդի մեջ, Աղձնիքի հատվածի ժողովրդին վերագրվելով Տարոնի դաշտի բնակիչների կողմից, որտեղ Տարոնը եւ Այրարատը երկու մշակութաստեղծ հատվածներն են հայ ժողովրդի, սակայն Այրարատը լինելով մայրաքաղաքային եւ այսպես ասած ամենաառաջավոր հատվածը արագորեն կարողացել է ժամանակ առ ժամանակ կորցնել մշակութային դեմքը, դրա դիմաց մենք տեսնում ենք Տարոնում ամուր ավանդաբար պահպանված ամեն ինչ։ Թեև էպոսի տարբերակներ մենք ունենք ոչ միայն այդ էպոսի, այլև եղել է Արտաշես արտավազդ, եղել է Գեղամաշրջանի Գեղամ եւ Գառնիկ էպիկական ասկը, Սերխոնար Ծառայի կողմից բացահայտվել է Լորվա մի տարբերակ Հոբարցի, Սարգիս եւ Գևորգի երեք եղբայրների շատ բնորոշ հետարքիր վիճակ է ստեղծվում, դարձյալ էպիկական։ Ի վերջո մենք ստանում ենք այդ կայուն էպոսի սխեման, որը ավարտական վիճակով Դավթի հավելումով, Դավթի զորացումով էպոսի մեջ եւ այսպես ասած տիրելով էպոսին, մնացած բոլոր գծերը ինչ որ չափով օժանդակում են Դավթի կերպարի, միջնադարյան Դավթի կերպարի, 10-րդ դարի շրջանում զարգացած միջնադարում էպոսը ստեղծումն ավարտվում է եւ այդպիսի վիճակում պահպանվում մինչեւ 19-րդ դարում։ Իսկ էպոսն ինչ ազգային ինքնաճանաչողական խնդիր ունի իր մեջ։ Էպոսը կարելի է համարել ազգային դասագիրք։ Ձևել ազգը էպոսում ներկայացված է իր հերոսների, իր կերպարների միջոցով եւ ընդհանրապես այստեղ մենք տեսնում ենք այն բոլոր ազգային օրենքները, որոնք գենետիկ կշռույթի աշխարհում են եւ ոչ ընտանիքի, ընտանեկան կառուցվածքի տոհմաբանության բուն տոհմածառի, որը կարելի է հայտարարել վստահորեն տոհմածառը կենաց ծառ, տոհմածառի կառուցվածքային վիճակը, իզուր չէ որ վերջի որդին անմահ է մնում, սակայն ըստ առասպելի նաեւ անժառանգ։ Ազգային ինքնագիտակցության համար այնտեղ գրեթե օրենսդրության սահմանադրության կերպարանք ունենով էպոսի շատ հատվածներ։ Ասենք Դավիթը գալիս է, ասում է, արթնացեք, արթնացնում է թշնամուն, որից հետո երես առ երես պատերազմում նրա հետ հայտարարելով, թե հետո չասեք Դավիթը Գողգող եկավ, Գողգող գնաց, քնած մարդկանց սպանեց։ Խիստ բնորոշ բան արիական մեր էպոսը։ Դավիթի Մսրամելիքի կռիվը 3 հարվածի, 2 հարվածի իրավունքները նվիրելը, այս բոլորը կանոնական նշանակություն են ունեցել ըստ երևույթին, քանի որ Դավիթը միջնադարյան զարգացած կերպար է, Դավիթը ներկայացնում է հայ, այսպես ասած, ավատական տիրող դասակարգի, ասպետական, բարոյական նկարագիրը, ազնվություն, ճշմարտախոսություն, անհանդուրժողականություն, ամեն տեսակ ստի, խարդավանքների, զանազան խորամանկությունների ամեն ինչի ուղղամիտ, իսկական ասպետի կերպար, այնպես ինչպես ամբողջ Եվրոպայի ասպետական շրջանում պատկերվում էին այդ
աշխատատերերի ասպետական շերտը։ Մեր հյուրն էր գրող Վահան Տեր-Ղազարյանը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդման հաջողություն։